Հայաստանում թումոկենտրոնների թիվը կավելանա ևս մեկով։ Կառավարության որոշմամբ Եղեգնաձորի Շահումյան 12 փողոցում գտնվող ավելի քան 7000 քառակուսի մետր հողամասից 625 քառակուսի մետրը կտրվի Սիմոնյան հիմնադրամին Թումո տուփ ստեղծելու համար։ Տարածքայժմ օգտագործում է Եղեգնաձորի վարժարանը։ Հայաստանում գործում է 6 խոշոր թումոկենտրոն, կից 35 տուփեր, հաճախում է շաբաթական 21000 երեխա։ Վայոց ձորում արդեն գործող Թումոյի ժամանակավոր կենտրոնը կից 3 տուփով ընդգրկում է 800 երեխա, նշեց կրթական գերատեսչության ղեկավարը։ Թումոն ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում։ Հունիսի 1-ին Ճապոնիայում բացվեց, բառացիորեն մի քանի օր առաջ Ուրուգվայում Թումոյի բացման հիմնարկեքներ կամ այդ մեկնարկի արարողությունը, եւ սա վկայում է այն մասին, որ մենք ունենք կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է, եթե այսպես շատ տնտեսական տերմիններով խոսենք, եւ սա ցույց է տալիս, որ այս մոդելը մրցունակ է աշխարհում։ Քոհով կենտրոններ նախարարի խոսքով հաճախում է ավելի քան 5000 երեխա 54 բնակավայրից։ Պետությունը համաֆինանսավորում է նաև արմատ խմբակների գործունեությունը։ Գործող 1044 խմբակներ է հաճախում մոտ 16000 երեխա, ինչը ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները էապես ընդլայնվել են, նշեց նախարարը։ Բոլոր տեղերում, որտեղ ընտրություն ունենք համայնքային տարածքների օգտագործման թումոկենտրոններ բացելու, հիմնականում գնում ենք այդ ճանապարհով։ Սոցիալական գերատեսչության նոր նախագիծը միտված է անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը։ Նախագիծը ըստ փոխնախարար Ժամակոչյանի այլընտրանք է զբաղվածության առաջին ծրագրի շահառուչը դարձած կամ այդ հնարավորությունը չօգտագործած անձանց համար։ Ներկայացրեց ոլորտները, որոնցում աշխատող գործատուներին կաջակցեն շահառուներին աշխատանքի տեղավորելու համար։ Քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, մինչ համայնքային, ներհամայնքային ճանապարհներ եւ այլն, սոցիալական եւ համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, այդ թվում կարող են լինել միայնակ տարեցների խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցումը, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, մշակույթի եւ զբոսաշրջության, հուշարձանների խնամքի, կրթության ոլորտ, ուսուցիչների օգնականների ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքներ։ Ծրագրի տևողությունը 3-ից 12 ամիս է։ Աջակցությունն ամսական կլինի 73000 դրամի չափով։ Սա նշանակում է, որ գործատուն կարող է նախատեսած լինել տվյալ աշխատատեղի համար ավելի մեծ չափով վճարում, սակայն կառավարության աջակցության մասը կգա մասամբ փոխհատուցելուն։ Նախատեսում ենք մեկ օրվա համար 3500 դրամ, ինչը չի սահմանափակում գործատուին վճարել ավելի չափով, եւ դա կախված է հավանաբար աշխատանքի բնույթից։ Այս ծրագրի առանձնահատկությունը այն է, որ այնուամենայնիվ այստեղ մասնագիտական աշխատանք չի պահանջվելու այն աշխատանքների համար, որին մենք աջակցում ենք։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է մեկ համայնքում միավորել Արմավիրի մարզի Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրով։ Միավորման դեպքում Վաղարշապատում նախատեսվում է ավագանուն ընտրություն անցկացնել նոյեմբերի 16-ին։ Խոշորացված համայնքում բյուջետային գործընթաց սկսելու համար կպահանջվի որոշակի ժամանակ եւ ենթադրաբար 2026 թվականին տարին պետք է մեկնարկի արդեն խոշորացված համայնքի ֆինանսական պլանով։ Ինչ կարգավորումներ են նախատեսվում միասնական բյուջե են ունենալու, բնականաբար դրանից հետո ինքը ժամկետը համընկնում է տարեվերջին, պիտի ասեմ, որ 2021 թվականին մենք միավորման ավելի ուշ, այսինքն դեկտեմբերի 5-ին միավորման օրինակներ ենք ունեցել։ Ընդհանուր առմամբ ինքը բյուջետավորման գործընթացին չի խանգարելու, այս պահին արդեն մեծ հաշվով համայնքները տեղեկացված են կամ կտեղեկանան սրանով միավորման գործընթացի մասին, ինչը ավելի կհեշտացնի իրենց աշխատանքը։ Արդեն ընտրություններից հետո, երբ նորընտիր ավականին ուրեմն իր լիազորությունները կստանձնի, դրանից հետո արդեն ավականուն հաջորդ նիստերով կհաստատվի 2026 թվականի տարեկան բյուջեն։ Նախարարը ներկայացրեց միավորման նպատակը։ Վաղարշապատը նախկինում միավորված է եղել Էջմիածին քաղաքով եւ մեկ գյուղով։ Ժամանակ Նստ Խուդաթյանի ցույց է տվել, որ փոքր միավորներն արդյունավետ չեն կառավարման տեսանկյունից, որովհետեւ նույն դոտացիոն համակարգերը նախատեսում են բազմաբնակավայր համայնքներին ավելի մեծ հատկացումներ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված արվում են վերամիավորումներ։ Համայնքային այլ փնջեր առաջիկայում եւս կստեղծվեն։ Խուդաթյանը հիշեցրեց, Հայաստանում համայնքների թիվը 71 է, որից 64-ը միավորված են։ Այս փոփոխությամբ համայնքների թիվը կդառնա 70։ Մայա Խաչատրյան, լուրեր։